20 թվականի նոյեմբերի 9-ին այդ ժամանակ ինչ էր կատարվում քո հետ։ Դժոխքում էինք, շատ վատ էր, Մոսկվայում էի, ամսի 3-ին, թե 4-ին ես ու Վլադիմիր Վարդանյան, ես որպես Ռուսաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ինչ որ ֆորմատ կար, հիմա կաղանը ճիշտ չեմ ասում, ասի գնամ ընկնեմ ում հնարավոր է ոտերը, խնդրեմ, որ պատերազմը կանգնեցնենք ինչ որ ձևով, որտեվ սենց շարունակել չէր կարելի Ռուսաստանում, այո։ Ու գնացի սկսեցի հանդիպումներ ունենալ գործընկերներից հետ, փոխխոսնակի, լրագրողների, ու պատահի, չգիտեմ, Սալավյովի, բոլորի, ով կհանդիպի, գնամ, ասեմ, ժողովուրդ, այս ինչ է կատարվում։ Հիշենք, որ ուրիշ իրականություն էր, ուրիշ ընկալում էր աշխարհի, ուրիշ ընկալում էր նրան, թե ինչ որ կատարվում է։ Գնամ, խնդրեմ, ինչ որ պետք է անեմ, հետո ամսի 8-ներ, կարծեմ, դեսպանատանն էի կամ հյուրանոցում էի, իմացա, որ արդեն տեքստ կա ինչ որ քննարկվող, իդեպ ուզում եմ ասեմ, որ որևիցե ձևով հանգարց տպավորություն չլինի, որ ես ինչ որ ձևով ինձ ուզում եմ տարանջատեմ, իմ թիմը իմ այդ օրվա ընդեղը լինելը ոչ մի բանով չի տարբերվում իմ թիմի պատասխանատվությունով, ես կիսում եմ այդ պատասխանատվությունը, ուղղակի պատմում ինչ ոնց է եղել։ Այդ տեքստի հետ այդ խոսակցությունը տենց մի քիչ ուշ էի իմանում, դեռ Երևանում չէի, գրվում զանգում բան իմանում էի։ Հետո այդ չարաբաստիկ գիշերը, այն ժամանակ միացրեցի տենց հեռախոսով նայում էի Ազատության ռեպորտաժներ կառավարության շենք, կտոր եմ հիշում, Ազատության ռեպորտաժներ, մեկը ինչ որ գոռում են Ալենը ուր է, Ալեն ինքթեք, տեղ անջատեցի, հաջորդ նորություններն էր, ես ու Վլադիմիրն էինք Վարդանյան, հաջորդ նորություններն էր, որ ասցին, որ Արարատին սպանել են, հետո այդ նկարը հայտնվեց, այդ ինֆորմացիան եկավ, հետո ընկերներիցս մեկը զանգեց, իդեպ այն դաշտի հետ, նախկինների դաշտի հետ կապ ունեցող իմ ընկերներից մեկը, որը որ քաղաքականության մեջ չի ու երբևիցե չի եղել, չեմ ուզում իր անունը տամ, զանգեց, ասեց, եղբայր, բան արա, արի դու հյուրանոցից դուրս արի, որտեվ անվտանգ չի տեղ, ես մեքենա ուղարկեմ, ասի չէ, պետք չի մեքենա ուղարկել, ես կխնդրեմ ընկերներ ունեմ, կխնդրեմ կգան իմ հետևից, շնորհակալություն, որ ասացիր։ Հետո ինֆորմացիա եկավ, որ իմ տան վրա գնացել են ինչ-որ մարդիկ, փեդերով, ինչ-որ բաներով զինված, այդ ժամանակ Մարիամն նոյեմբերի 9-ի գիշեր։ Մարիամն է դուրս գալիս, ես Մարիամին ասացի գնա ուրիշ տեղ, տնից դուրս արի, Մարիամը այդ ժամանակ հղի էր, տղայովս ու դուրս է գալիս ու իրանք տենց խաչվում են, դրանք փառք Աստծո չեն նկատում կամ չեն ճանաչում, Մարիամն ալնում տատիկի հետ իրա, գնում են ու Մարիամին տեղափոխում եմ տնից, ես ընկերներս գալիս են սպիտակ 06-ով ուշ գիշերա գնում ենք մի հատ հյուրանոց, այդ Մոսկվայում գնում ենք մի հատ հյուրանոց, քաղաքից մի քիչ այն կողմ հյուրանոցա, տենց գնում ենք ճանապարհին լսում եմ վարչապետի ելույթը, որ ասում է, որ Արարատի մասին է ասում, իմանում եմ, որ կենթանի է, որ ասում է, որ սենց չի լինելու, մի խոսքով այն հայտի, բան չեմ ուզում բան անեմ, վերհիշեմ, ու հետո սկսում են զանգերը, հետո սկսում են զանգել հեռախոսից, սպառնալ, ինչ-որ մարդիկ զանգում են, ասում են, որ անծանոթի դեպ զանգում, ասում են դու մի գնա Երևան, այնուամենայնիվ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներից մեկն է զանգում, ասում մի քանի օր մնա եւ այլն, ես պետք է վերադառնա իմ հետադարձ տոմսը ամսի 11-ին էր, ես վերադառնում եմ ամսի 12-ին, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ հիշում, 11-ին էր, 12-ին եմ վերադառնում, մի օր ուշ եմ վերադառնում,
Նախ դրանից առաջ ես խոսում եմ մերոնց հետ, մեր թիմի անդամների հետ, վարչապետի հետ, ասում եմ գամ, բան, ասում եմ չէ, մի արի, հələ մի արի, կարող է պետք է լինես այդտեղ, ասում եմ չէ, էլի գամ, այնուամենայնիվ մի օր հետո գալիս եմ։ Ամսի տա դժվար էր այդ գալը, ոտքի ասում ես ինքնաթիռ Երևանից Մոսկվա նոյեմբերի 12-ին 2020 թվական։ Գալիս եմ, արդեն կորոնա է հիվանդ, այդ ժամանակ, այդ առաջի անգամ կորոնա եմ հիվանդանում, բայց սա եղել է ինչ որ տպավորվել։ Բայց ինչ էր կատարվում ներսում այդ, որ ասում ես դժոխքում էր, պատկերացնում եմ, որ շատ վատ էր։ Ինչ էր անորոշություն էր, անհասկանալի, անհավատալի էր։ Երկիրը կարար կտրակեր, երկիրը կարայինք կորցնեինք։ Երկիրը կարայինք կորցնեինք, մենք հələ դանդամին կներեք այս բառիս համար, երկիրն էինք կորցնում։ Մենք անընդհատ վախենում էինք։ Իսկ դու քո համար չէիր վախենում։ Ընտանիքիդ համար։ Լսին, ես չի որ ես տենց ամենա տենց հիմա ուզում եմ տենց դուխով տենց ինչ որ բանի, չես մտածում այդ պահին այդ դրա մասին։ Ասենք Մոսկվայում հա ընկերներս բերել էին զենք էին տվել, զենք էին տվել, բան որ տենց քեզ էին զենք տվել։ Հա, որ տենց որ կարող հարցակում մնացին ինչ որ մարդիկ, բան եւ այլը, որտեղ այդ հաշվեհարդար տեսնելու կոչերն էին։ Հիմա մի քիչ կարող է տարօրինակ անջում, նույնիսկ իմ համար է տարօրինակ անջում, բայց այդ տենց լարված էր իրավիճակը։ Բայց այդ րոպեին դու մի քիչ ուրիշ բանի մասին էիր մտածում։ Նորից եմ ասում, նրանից չի որ չէինք վախենում կամ չէինք անհանգստանում, բայց ոնց որ դրան հələ չէր ասնում, մենք հա մտածում ենք, որ հեսա քաղաքացիական պատերազմ կարա սկսվի, կարան հայտարարեն, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս իշխանություն չունի, ինչ փորձեն իշխանություն հաստատեն, կարան մտնեն Հայաստանի ինչ ասես կարող լիներ, ինչ ասես։ Ու այդ մտքերը անընդհատ ավելի դոմինանտ էին, քան սեփական բանը, դրա համար վեր կացա եկածի, դե եթե ինչ որ բան պետք է լինի, գնամ իմ տուն, գնամ իմ տանը լինեմ։ Բայց դու շուտ էիր, չէ՞, հասկացել, եթե գնացել էիր այդ նպատակով, ոնց որ դու ասացիր։ Ինչ է։ Ասիր գնացի, որ Ինչն է շուտ հասկացել։ շուտ էիր հասկացել, որ ամեն ինչ վատ է գնում։ Պարզ էր արդեն որ վատ է գնում, Երբանից էր պարզ։ Չեմ հիշում, տենց Որովհետև մեր հասարակության մեջ այդ հարցը կա։ Ասում են, ոնց որ ուրիշ բաներ կատարվում մեր ընկալումներում, հետո ուրիշ բան եղավ։ Մեր հասարակությունից մենք ինչով ենք տարբերվում, ոնց որ մեզ էին զինվորականները նույնը բանը ասում, տենց էլ հանրությանն էինք ասում, ասենք մենք մեր ինֆորմացիան, այն ինֆորմացիաները, որը մեզ տալիս էին զինվորականները, տարբեր մակարդակի, եւ այդ զինվորականները տալիս էին 5 տարբեր ինֆորմացիա, եւ այդ 5 տարբեր ինֆորմացիա Նույն բանի մասին։ Այո, եւ այդ 5 տարբեր ինֆորմացիաները իրարից հաճախ տարբերվում էին։ Եվ վերջում հիմնականում ես դրա մասին խոսել եմ, ամենահաճախ ճիշտ ինֆորմացիան գալիս էր Արայիկ Հարությունյանից։ Ու դրա համար էինք մենք գնում Ղարաբաղ, դրա համար էր մեր ներկայ Ավինյանն էր այնտեղ, ԱԱԾ տնօրենն էր այնտեղ, վարչապետն էր գնում, որտեվ ուզում էինք հասկանայինք անընդհատ ինչա քաղաքական իշխանությունը ինչա։ ԱԺ փոխոսնակ է ես այն ժամանակ ասենք վարչապետն է, որին գալիս պետքա գա ինֆորմացիան, որ ինքը ինչ որ հա որոշում կայացնի, ու այդ ինֆորմացիան, այդ խայտաբղը, այդ խափելը, այդ ամեն ինչը, դժոխք էր։ Բայց այդ բանը ասենց ասեմ, շատ հետաքրքիր, դաժան, հետաքրքիր ժամանակահատված էր այդ 2020-ից նոյեմբերի 9-ից մինչև ընտրությունների օրը։ 21 թվականի հունիս։ Ինչ էր անորոշել այդ շրջանը։ Դե շատ հետաքրքիր էր, կարելի է այդպես սերիալներ նկարել էլի դրա մասին։ Սերիալներ չէ, բայց ինձ հետաքրքիր է մի ուրիշ դեպք, հիմա չեմ կարողանում հիշեմ, բայց ենթադրում եմ դա 20-ի ավարտին էր, 21-ը չէր դեռ, երբ որ Մեղրիում էիր։ Չէ, այդտեղ լա 21-ին, 21-ի սկիզբ։ Ագարակն է ասում։ Ագարակ, Մեղրի կամ Մեղրի չկար կարող մենակ ագարակում էինք։ Երբ որ ձեզ փողոցում հայոյում էին ու դա ուղիղ եթեր էր գնում։ Ինչ էր կատարվում այդտեղ։ Պատմեմ այդ պատմությունը։ Եթե կա պատմելու բան։ Այն ինչ որ տեսել ենք իհարկե, բայց զորամ ասում էինք, ինֆորմացիա եկավ ընդդիմադիրներից։ Չասեմ ումից ընդդիմադիրներից քեզ ինֆորմացիա եկա։ Հա։ Դու շատ չեն նախկինները քեզ ինֆորմացիա փոխանցում։ Մոսկվային էր, էլի։ Չէ, այդպես ընդդիմադիր չէ, ուղղակի։ Դες ընդդիմադիր ընդհանրում նախկին ընդդիմադիր տենց ինչ որ լոգիկա է մեջ։ Պատմում եմ ինչ որ։ Լավ, կարևոր չի։ Բանա,
ինֆորմացիա եկավ, որ սադրանք է կազմակերպվելու ագարակում։ Այդտեղ ինֆորմացիան եկավ, այդ ինֆորմացիան նաև ստացավ ՊՊՑ-ի այն ժամանակվա ղեկավարը եւ այնց զգուշացրեցին վարչապետին, ասի բան վարչապետը sense բան կա, ասաց հա արդեն ասել են տենց շուտ ու դուրս եկանք, պետքա քայլենք, այդ ագարակը բավականին փոքր քաղաք է, մի 3-4 խաչմերուկ կա։ Ինքը աստիարի գնանք նստենք մեքենա, բան անենք, ասեց չէ, դրա կարիքը չկա, մենք մեր երկրում ենք, ինչի պետք է տենց բան անենք, ու այնտեղ փողոցում այդ հավաքված այդ տղամարդիկ էին։ Ու ասեց չէ, սենց պետք է գնանք։ Ասի լավ, սենց պետք է գնանք, գնացինք։ Ու շատ վտանգավոր էր այն ինչ որ տեղեր ունենում, որտեղ մեր հետ մեր անվտանգությունը ՊՊՑ-ն զինված էր։ Իսկ լարվածությունը մաքսիմումի վրա էր, ասենք պատկերացրա մի իրավիճակ եղավ լրագրողներից մեկը, այդ հանդիմադիր լրագրողներից մեկը նկարելով վարչապետին sense քայլում էր, ընկավ, ոտը կպավ, ընկավ։ Վարչապետը փորձեց բռնի, ինքը սկսեց բղավել, ուղղակի բղավել, որպեսզի տպավորություն ստեղծի, լարվածություն ստեղծի։ Ու միևնույն ժամանակ պատերի շենքերի տակ կանայք են, դե լինում է որ կանայք են նստած լինում։ Նստած էին, որոնք որ ասում են ամոթ այդ մարդկանց էլ, ով ասում են ինչ եք անում, ամոթ ձեզ։ Ու այդ կոնտրաստը այդ օրը ամբողջ օրը շարունակվել է։ Մի խոսքով մտանք, ասում եմ, այտենց զգացին այդ իրավիճակը այտենց հա շարունակվում էր այդ վիրավորանքները եւ այլը, քայլեցինք դրա մեջով անցանք, Փառք Աստծո իր ազնապատակա արնահեղություն հրահարելներ չեղավ։ Ասին նստենք գնանք, էլի։ Բայց ինչ որ հետք թողեց այդ պատմությունը։ Ոչ չթողեց։ Ինչ։ Ում վրա։ Քո։ Հա, ոչ չթողեց։ Ինչ։ Այդ նոյեմբերի 9-ը այդ շրջանը քեզ փոխել է։ Հա, ոչ չի փոխել։ Ես հասկացել եմ, որ հաճախ այն ինչ որ տեսնում ես ու լսում ես եւ իրականությունը իրենց ահավոր տարբերվում են։ Որովհետեւ այդ օրը, երբ որ նստեցինք մեքենան, իդեպ նստեցինք մեքենան, ես գնացի նստեցի իմ մեքենան, հետո վարչապետը նորից դուրս եկավ։ Նորից գնացի միացա իրան, ելի մի քիչ քայլեցինք, նստեցինք մեքենան ու երբ որ շարժվեցինք դեպի Մեղրի, հասանք Մեղրի, այն նույն մարդը, որը որ ագարակում էր, մի հատ տղա կար, տենց զինվորական համազգեստով էր, էլի։ Տենց իրանք մեզնից շուտ էին հասել։ Եվ նույն բանը այնտեղ արեցին։ Ու հետո սկսեցինք քաղաք առ քաղաք վերադառնալ։ Ու այդ սկզբից որոշել էինք Մեղրիում մնայինք, այդ նույն բանը իր կատարվում էր Մեղրիում, դա տեսանյութերը կան։ Հա, հետո Քաջարան, Ղափան ու այդ գիտես ինչ ասես գնում էինք մեքենայով։ Մեկը մեքենա էր դեմներովս անցնում։ Մարդիկ սենց էին անում, ողջունում էին։ Ասում եմ, լավ ասում եմ, իրականությունը ո՞րն է, այն բղավոցները, վիրավորանքները, թե այս մարդիկ, որ ողջունում են։ Ու այդ միտքը չի հանգիստ տվել, մինչև մենք չենք հասել Ղափան։ Հասանք Ղափան, մարդիկ սկսեցին ողջունել, մարդիկ սկսեցին խոսալ, ու մենք հասկացանք, որ երկու տարբեր իրականություն է։ Այսինքն այն ինչ որ փորձում են, հիմա էլ են փորձում տենց անել, այն ինչ որ փորձում են հրամցնել որպես իրականություն, Facebook-յան իրականությունը եւ այն իրականությունը, որը որ կա։ Դրա համար եմ ասում, մենք մարդկանց լավ ենք ճանաչում, ենք մարդկանց հետ շփվում ենք։ Ես մեծ sense կարծիք եմ լսել, ասում են 18 թվականից հետո շատ հեշտ էր ամեն ինչ։ Այն իմաստով, որ բոլորը ծափ են տալիս, ինչ անում ես լավ է, բոլորը դրական են, հետո եղավ պատերազմը, պատերազմից հետո նոր դարձակ իշխանություն։ Ճիշտ են ասում։ Ու ասեմ ավելին այդ process-ը շարունակվում է։ Մենք իշխանություն դառնալու, հա, որովհետև այդ շատ հետաքրքիր ու տարբեր ուղղություններ ունեցող խոսակցություն է։ Նախ այդ 18-ից 19 ներառյալ մենք կատարյալ սեր վայելող մարդիկ ենք։ Ինչ շոու բիզնեսի աստղ, ինչ հոլիվուդյան աստղ, ասենք մենք էինք, որ տենց սեր, բան, մենք էլ տենց այդ, նես չի որ դրանից շատ էինք օգտվում, մենք էլ էինք դրան էլ էինք անսովոր մեր համար, էլի, բայց այդ տենց հաճելի էր այդ սերը, բան, 70-80% սատարում ունենալը։ Դա գիտես ինչ է նշանակում, դա նշանակում է, որ բոլոր տեսակի մարդիկ, բոլոր տեսակի հետաքրքրություն ունեցող մարդիկ քեզ սատարում են։
Դա անհնար բան է իրականության մեջ, մենակ տենց դեպքերում է լինում, երբ որ հեղափոխություն անում, տենց մի հատ տալիք է լինում։ Ու դա իրոք դա մի փառահեղ ժամանակահատված էր։ Իսկ պատերազմից հետո ես երևի ամենահուզիչ ու ամենակարևոր պահերից մեկը համարում եմ Սքո երթը դեկտեմբերի սկզբին, երբ որ մենք երթ հարեցինք դեպի Եռաբլուր, եւ դա էլ է իմ համար ամենակարևոր օրերից մեկը, այդ մարդկանց ներկայությունը, այդ մարդկանց գալը, այդ մարդկանց լռությունը, լուր մեր մեջքին կանգնելը, ու այդտեղ ես հասկացա, որ մեր մարդիկ մեր հետ են ու մարդիկ մեզ հասկանում են ու մեր հետ կիսում են այն ցավը, որի մեջով մենք անցնում ենք։ Դա գիտես այդտեղ ոնց ենք ուժեղացել։ Այդ ամենաուժեղ բաներից է եղել մեր պատմության մեջ։ Եվ երկրորդը բնական է 2021 թվականի հաղթանակը, երբ որ մարդիկ լուր հարցումները ցույց էին տալիս, որ 60%-ը չէին ասում մենք քվեարկելու։ Լուր գնացին քվեարկեցին, մեզ պաշտպանեցին։ Մենք այնքան պարտական ենք դրա համար մարդկանց, որ ասելու չի։ Արդարացրեցի։ Մինչև հիմա ես կարծում եմ, որ հələ էլի անելիք ունենք ու այդ պարտքը պետք է հետ տանք մենք մարդկանց ու հետ կտանք։ Այդ որոշումը, այդ մեր մասին չէր այդ որոշումը, այդ մեզ չէին քվեարկում։ Այդ մարդիկ քվեարկեցին Հայաստանի ինքնիշխանության ապագայի, ոչ թե մենք էինք դրա մարմնավորումը, դրա մասին չի խոսքը։ Խոսքը դրա մասին է, որ 2021 թվականի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քանդել է մի հատ մեծ աշխարհաքաղաքական պլան։ Ինչ։ Մեծ աշխարհաքաղաքական պլան։ Ինչ։ Այդ պլանը եղել է Հայաստանի Հանրապետությունը անդամակցել մեծ միության եւ փոխել Հայաստանի Հանրապետության ուղեծիրը։ Փոխել այդ պատերազմը, այդ ամեն ինչը։ Նկատի ունես Ռուսաստան, Բելարուս։ Այո։ Նպատակը հերահար նպատակը դա է եղել, ներկայություն ապահովելը տարածաշրջանում, այս դեպքում արդեն երկու երկրներում, Ադրբեջանում եւ Հայաստանում, եւ Հայաստանի Հանրապետությունը վերածել գուբերնիայի, վերածել մի կառավարելի միջազգային միավորի, որը մակում եւ մնացած տեղերում կքվեարկի, նաեւ կապահովենք այն տեսլականը, բանը, որ տենց տեսեք, բանը։ Այսինքն ըստ էության ասում ես անկախության կորուստ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2021 թվականին վերահաստատել է ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Ես դա ասում եմ առանց պաթոսի, առանց ուռճացնելու։ Այն ինչ որ արել է, խիմենակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի բոլոր գործընկերների բերանները բաց է մնացել։ Լուրջ եմ ասում, բերանները բաց է մնացել։ Իսկ հիմա այն մարդիկ, ովքեր որ 21 թվականին ընտրել են ձեզ, գոհ են։ Չգիտեմ, կետան կխոսանք կիմանանք։ Գոհ Չէ, դու ասում ես անընդհատ ես գնում եմ ստեղ այնտեղ մարդկանց հետ չէ, մարդկանց հետ շփվում ես, չէ։ Ես շատ եմ ուզում այդ քարոզարշավը սկսվի, որ ես կարողանամ այդ հարցին պատասխանեմ։ Ես այդ քարոզարշավի մեջով պետք է անցնեմ։ Ես պետք է գնամ լսեմ ինձ ինչ են ասում։